Նշվեց, որ Անդրանիկ Թևանյանն 2024 թվականին հավաքագրվել է ռուսական հատուկ անունը չնշվեց երկրի օտարերկրյա հատուկ ծառայություն հետախուզական ծառայությունների կողմից ես քիչ առաջ երբ որ ներկայացնում եմ ձեզ պետական դավաճանության դիսպոզիցիան այնտեղ ձեզ ասեցի չեմ որ լրտեսության եղանակով գործող իրենք ներառել են հենց լրտեսությունը այսինքն որ Անդրանիկ Թևանյանը ոչ թե համագործակցել է օտարերկրյա պետության հետ, այլ հենց հետախուզական ծառայությունների հետ է համագործակցել։ Այսինքն դերասացի պես ստորագրել է, ծածկալուն է ստացել եւ այլն։ Սա ամենադժվար ապացուցելի գործողությունն է։ Այսինքն, որպեսզի դու ասես ինքը 24 թվականին համագործակցել է օտարերկրյա հետախուզական ծառայության հետ, դու պետք է ցարակշիռ ապացույց ունենաս, դու պետք է ունենաս իր ձեռքի ստորագրությունը, որ տվել է, կամ պետք է ունենաս այլ ծանր վկայություն կամ ինչ-որ մի տվել, որ իսկապես նա համագործակցում է հետախուզական ծառայություն։ Ունեն թե չունեն, ես չգիտեմ, չեմ կարող, բայց ուզում եմ դուք եւ ձեր ունկնդիրները իմանաք, որ այդպիսի տվյալ պետք է ունենան նման հրապարակում անելու համար։ Հետո հաջորդ կարևոր շեշտադրումը, որ արված էր, նշված էր, որ բացի ու այդ հետախուզական ծառայությունների հետ համագործակցության ընթացքում տրամադրել է ազգային ժողովի 2024 թվականին փակ գաղտնի նիստերի ընթացքում այսպես շրջանառված տեղեկատվությունը ռուսերեն թարգմանությամբ սղագրել է ռուսերեն $620,000 գումարի դիմաց։ Նախ ասեմ ձեզ, սա էլ կարևոր շեշտադրում է, ազգային ժողովի եթե նիստը այդ падգամավորների մասնակցությամբ նույնիսկ փակ է լինում եւ գաղտնի է լինում, դա չի նշանակում, որ այդտեղ քննարկվում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Պետական գաղտնիք հանդիսացող, որպեսզի տեղեկություն լինի պետական գաղտնիք, կապ չունի դա փակ նիստ է եղել, բաց նիստ է եղել, այդտեղ գաղտնի են դա արել, թե բացահայտ են արել, այստեղ կարևորը նա է, որ շրջանառվող տեղեկատվությունը գաղտնագրված լինի, այսինքն ունենա գաղտնի գրիֆ։ Պատկերացրիք, չէ՞, եթե գաղտնի գրիֆ չունի, այդ տեղեկատվությունը, որ շրջանառվել է։ Այսինքն մարդիկ, որոնք որ մասնակցում են տան ստորագրություն, ոչ, նրանք հենց ի սկզբանե իրավունք են ունենում, դոստուպ են ունենում գաղտնի։ Դեպուտատները ունեն, չէ՞։ Նայած, ովքեր որ ունեն, ովքեր որ չունեն։ Հիմա ես ուզում եմ Այսինքն եթե դեպուտատը by default չի ինքնըստինքյան։ Որքան ես գիտեմ, առանձին գաղտնիության հետ կապված իրենց պրոցեդուրա կա եւ իրենք անցնելուց հետո նոր ստանում են այդ դոստուպ, այդ թույլտվությունը։ Հիմա ուզում եմ ասեմ, միայն այն որ փակ ա եղել նիստը եւ միայն այն որ գաղտնի ա եղել, դա չի նշանակում որ քննարկված հարցերը պետական հանդիսանում են պետական գաղտնիք։ Պետական գաղտնիք կարա հանդիսանա, եթե նախապես գաղտնի գրիֆի տակ են եղել։ Եվ այդ գաղտնի գրիֆի փաստաթղթերը ով որ տվել է իրան, այդ ինֆորմացիան ով նաեւ հանցագործություն է արել, որովհետեւ այդ ժամանակ արդեն Անդրանիկ Թևանյանը չի եղել падգամավոր եւ նա իրավունք չուներ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները փոխանցել։ Դե համար ասում են ինչ որ գործող դեպուտատի միջոցով աստված։ Կապ չունի։ Եթե պետական գաղտնիք, եթե դու դոստուպ ունես պետական գաղտնիքին, բայց այդ ինֆորմացիան հանում ես ու տալիս ես մեկին, որը չունի այդ ինֆորմացիան, դու հրապարակում ես պետական գաղտնիք եւ դա քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Չհասկացա, քննչական դա չի հերքում, ասում չի հերքում, բայց դուք տեսել եք մարդ որ մեղադրվի դրա համար։ Ասում են ընդհանուր բաներ։ Չի լինում այդպես։ Այդպես չի լինում։ Հիմա ես կանդրադառնամ խրոնոլոգիային, որովհետեւ դա չի լինում, դա նոնսենս է իմ համար։ Այսպես գործը քննել չի լինում։ Դա կանոններին դեմ է։ Դե կանոն կանոն չկա այդպիսի կանոններ։ Դա նշանակում է, շատ ավելի շատ խոսում են այն մասին, որ գործը չեմ ուզում կատեգորիկ այդպիսի գնահատական տալ, որտեղ ես հարգում եմ իմ գործընկերների աշխատանքը, բայց դա շատ մոտ է գործը այսպես շինծու լինելուն, եթե այսպես է, եթե տրամաբանությունը դա է։ Տեսեք, ես ձեզ ասեցի այդ երկու կարևոր հանգամանքների մասին, այսինքն իրենք պետք է քննիչները պետք է կարողանան հիմնավորեն, որ իսկապես Անդրանիկ Թևանյանը հետախուզական օտարերկրյա հետախուզական մարմնի հետ է համագործակցել 24 թվականին, որը շատ դժվար է, պրակտիկայից ելնելով եմ դա ասում, եւ երկրորդը այն, որ պետական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկությունները ինչ որ փոխանցվել են իրեն եւ ինքը տվել է ռուսներին, որովհետեւ ռուսներին ինֆորմացիա տալը կամ ամերիկացիներին ինֆորմացիա տալը սովորական ոչ պետական գաղտնիք, ոչ հատուկ ծառայություններին, այլ օրինակ միջազգային որևէ կառույցի կամ ինչ որ չգիտեմ պետական մի հատ մարմնի, դա հանցագործություն չի։ Ասենք չգիտեմ, էքսպերտային հանդիպման ժամանակ ինչ որ Իհարկե, դա տենց որ լինի ոչ մեկի չպիտի շփվի։ Դե Տիոնեսյան Դանելին ասեք, էլի սա։ Ինքն էլ գիտի։ Հանգիստ եղեք, ինքը դա լավ գիտի։ Ուրեմն արդեն պատկերացրիք իմ ասածը։ Հիմա ես ուզում եմ կոնկրետ արդեն գործի հանգամանքներին անդրադառնալ։ Ես խոսել եմ նաև իմ ավագ գործընկերների հետ, ովքեր ավելի մեծ աշխատանքային փորձ ունեն, քան ես։ Ես մեր ծառայությունում աշխատել եմ 22 տարի, բայց մարդիկ կան, որ հատկապես օպերատիվ ստորաբաժանումն ավելի երկար են աշխատել։ Սա աննախադեպ էր, իսկապես աննախադեպ էր բռնելու մեր լեզվով ասած ռեալիզացիայի տարբերակը, ընտրված է ճանապարհը, ռեալիզացիա, այսինքն իրացման ճանապարհը։ Տեսեք,
Եթե դուք ինֆորմացիա ստացել եք 2024 թվականի հետ կապված, որ այս մարդը հավաքագրվել է ու աշխատում է, ինչ է գնում ռեալիզացիայի, այսինքն իրացման 2026 թվականին այս նախընտրական այս փուլում։ Դե կարամ պատասխանեմ այդ հարցին։ Քաղաքական բան կար, այսինքն երբեք Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների հետ հարկերված գործակալ չի բանալ, ձերբակալվել, ռուսները բարեկամ երկիր են տվածել, չեն ուզեցել ջղայնացնել։ Դուք այդպեսի դուք սիրողական մակարդակի մեկնաբանություն։ Բնականաբար, չէ, այդպես չի։ Եթե կա պետական դավաճան, որ լրտեսության ձևով համագործը, դու իրավունք չունես չկասեցնես նրան։ Եվ այդպես ձեր ասած պատճառներով թողես մարդը աշխատի քո դեմ։ Ինչ անշանակում 2 տարի թողես մարդը աշխատի, այդպես ո՞նց կլինի։ Պետք չի լինում։ Դու պետք է իրան վնասազերծես կամ գոնե չլինի, ասես ես գիտեմ քո մասին։ Բայց Անդրանիկ Թևանյանի վարքագծից մենք չենք տեսնում, որ ինքը իր վրա փորձել են ազդեն կամ մարդը մտել է ակտիվ քաղաքականություն ամենասուրբ քննադատական, այսպես ասած, մտքերով հանդես գալով մեր քաղաքական գործիչներից։ Այսինքն առաջի խնդիրը, ինչու եք հիմա գնում իրացման, ինչու եք հիմա ռեալիզացնում։ Լավ, ընդունենք հիմա այդ տվյալները ավելի հասունացել, ապացույցները ձեռբել, բայց ասում են 24 թվականին այդ տեղեկությունները փոխանցվել ռուսներին, այդ որ ասում էին, այդ ում որ հասցեատերն ա եղել։ Դա երկրորդ հարցը, ինչի հիմա։ Բնականաբար բոլորս հասկանում ենք, որովհետև քաղաքական process-ներ են գնում, որովհետև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համենայնդեպս իմ կարծիքով բավականին արդյունավետ քարոզարշավ է անցկացնում եւ տեսնում ենք, որ ժամանակ շատերի դինամիկան դրական է իրենց ռեյտինգի ավելացման պահով։ Երկրորդը բռնելու է հանգամանքները, որը լրիվ արտառոց է, լրիվ անընդունելի է մասնագիտական շրջանակներում։ Ինչ է նշանակում երկրի ղեկավարը այդ մասին նախապես հայտարարություն անի, մի հատ անոնս տա, հետո դրանից հետո 1 օր հետո արդեն անուն տա, մարդը դրանից հետո իր համար շրջի, այսինքն ուղիղ այն մարդը ում վերաբերել այդ հայտարարությունն արում է, ով որ կասկածվում է պետական դավաճանության մեջ 15-ից 20 տարի հոդված նախատեսով, ով կարող է փախնել։ Խո մեր երկրի սահմանները այնպես չի, որ անառիկ են այնպես, որ սահմանն է հիմա բազմաթիվ սահմանատման դեպքեր, դա չես կարող դու բացառել։ Հատկապես դու գործ ունես պետական դավաճանի հետ, լրտեսի հետ, ով որ կարող է, չէ, փորձ ունեցող մարդը պետք է փախնի եւ մոտիվացված, եւ երկիր կա, որը իրանք ընդունի։ Եվ գծկտի փախցնի, չէ՞, լիքը ռիսկեր կան այդտեղ։ Երկրորդը, մարդը բնականաբար պետք է խուզարկություն անես, բնականon աշխատանքի վայրն է, մեքենան է, ինչքան ապացույցներ կարող են այդ ընթացքում ոչնչացվել։ Դե եթե հաշվի առնենք, ես հիմա կասեմ ժամերով կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը երեկոյան հայտարարում է դրա մասին։ Չէ, այնտեղ սուտկաներ են անցել, օրեր են անցել։ Այնտեղ անցել է մոտավորապես 24 ժամ։ Ավել, այո։ Երբ նա հայտարարում է, որ կա մարդ, եւ նրա նկատմամբ արդեն եթե դու այդ մարդն ես, ով որ կոնկրետ կարած թիրախ դառնաս, արդեն հասկանում ես, իհարկե։ Դու դրանից կարող ես հետևություններ անել։ Բայց ընդհանրապես նման գործերով իրացման երբ որ գնում են ու վստահ եմ ամբողջ աշխարհում այդպես, դա պետքա պարունակի հանկարծակիության գործոն, այսինքն մարդու համար դա այդ ամբողջը պետք է լինի անակնկալ։ Ոչ թե այդպես թողեն, ասեն քո համար ման արի, նա գնացել է կանգնել է խուզարկության տեղը, հետո ասում է չէ, ես կգնամ հիմա քննչական կոմիտե, կասեմ դե ես եկել եմ, դե ասեք ինձ, սա անբնական process է։ Ինչը սովորական անաչառ մարդու մոտ պետք է լուրջ կասկածի տեղիք տա։ Ես էլ եմ ասում, ես հարգում եմ իմ գործընկերների աշխատանքը, չեմ ուզում ոչ մի բացասական բան ասել, բայց այս իրավիճակում ակամայից կամա թե ակամա տպավորություն է ստացվում, որ շինծու գործը կազմակերպել են, սարքել են, որպեսզի այս ընտրությունների կարողանան չեզոքացնեն, ասենք այդ քաղաքական ուժի գործողությունները։ Եվ մի բան էլ ձեզ ասեմ, էլի, ես պատահական չասեցի 90 դեպքի մասին հրապարակումներ են եղել, որից մոտավորապես 30-ը հենց վերաբերվել են պետական դավաճանությանը, լրտեսությանը։ Քանի գործի մասին եք լսել, որ դատավիճիր լինի։ Քանի գործ ենք մենք տեսնում, որ դատավիճիրները Ես անգամ կարդացել եմ մամուլում, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդուն պետական դավաճանությամբ, լրտեսությամբ ընդվրում զինվորականների արդարացրել են։ Եվ ուղղակի արդարացրել են։ Գիտեք, դա էլ այսօրվա աշխատանքի սխալ ոճից է, ձևից է, որովհետև ելի եմ կրկնում, սա շատ լուրջ հանցակազմ է եւ այդպես մատերի արանքով նայել մարդուն վարկաբեկ էս ասես գիտես դու պետական։ Այսօր դավաճան, Իհարկե,